Մենք հիմա խաղաղության միջավայրում ենք։ Ամեն մի խաղաղության օրը դա մեզ պարգևած օր է, եւ այդ օրը մենք պետք է իրացնենք մեր երկիրը ուժեղացնելու համար։ Հիմա ընդդիմությունը խաղաղության վիճակը փոխանակ դրանով ուրախանան եւ մասնակից լինեն մեր սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսության ուղղությամբ հաջողություններ արձանագրելու, նաեւ օրենսդիր մարմնում այդ աշխատանքների մեջ ներգրաված, իրանք ամեն օր փորձում են լարվածության միջավայր ստեղծել։ Այսինքն, քանի որ սահմանում կռիվ չկա, կռիվը բերենք Երևանի կենտրոն, բերենք ազգային ժողով, բերենք կառավարության պատերի տակ, դա է իրանց ուզածը։ Եվ վերջին հաշվով նաև մի բան պետք է հասկանան, որ պատերազմի մեր հաջողությունից հետո ժողովուրդը շատ լավ հասկացավ, որ մեղավորները իհարկե իշխանությունը ունի իր մեղքի բաժինը, բայց մեղավորության մի հսկա բան կա, որը մենք իրացրել ենք տարիների ընթացքում դառնալով անտարբեր եւ կարեւորը եվրոպականից չտարբերելով։ Եվ այդտեղ բնականաբար ես նորից ուզում եմ ասեմ, որ մենք դասեր չենք քաղել մեր անհաջողություններից։ Քարորյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, եւ ես կարծում եմ, որ նաեւ քննիչ հանձնաժողովի զեկույցները որոշ հարցերի շուրջ լույս կսփռեն, որովհետեւ մենք հասկանանք անհաջողություններից հետո դասեր ոնց պետք է քաղենք եւ երկիրը միասնական կառավարման շնորհիվ ոնց պետք է հաղորդենք անվտանգ։ Միասնական դա չի նշանակում միայն իշխանությունն է պատասխանատու, ընդդիմությունն էլ է իշխանություն, բայց կներեք այն մեղադրանքները կամ այն լարվածությունը, որ իրենք ստեղծում են, դա խոսում է այն մասին, որ սահմաններում հանգիստ է։